Երբ որ աշխատում ու ստեղծագործում եմ գյուղում, իմ ներուժը վերցնում եմ գյուղից, բնությունից, ինձ ավելի հանգիստ եմ զգում ստեղծագործելիս։ Մենք ունեինք մի իրավիճակ տանը, երբ որ ամենուր ներկեր էին, թերթեր էին, մատիտներ էին եւ այլն, եւ բնականաբար որպես երեխա ինձ ամենաշատը գույներն էին գրավում։ Մենք ունեինք իրավիճակ, երբ որ մորաքույրը մի քանի ներկ բաց էր թողում հանկարծ նկարի հետ, հետո հետ էր գալիս, տեսնում էր նկարը բավականաչափ փոփոխվել է, իմ թեթև մի քանի տարեկան ձեռքերով։ Ու այդպես ստացվեց, որ ինձ համար ջրաներ գնեցին, գուաշ գնեցին եւ այլն, այսինքն այդ process-ը շատ բնական է ստացվել։ Ես երբեք չեմ մտածել, ես սիրում եմ, թե չեմ սիրում, որովհետեւ իմ ամենասիրած զբաղմունքն է եղել ինքը ուտելու, շնչելու, ապրելու պես, առանց չափազանցության, առանց մեծամտության, մի բան է, որ ինքս ինձ հետ հաշտեցնում է, խաղաղացնում է հոգիս, աշխարհի հետ հաշտեցնում է, նստեցնում է սեղանի կողքը նկարակալի առաջ, ու այն աշխարհները, որ ներսում են, ես կարողանում եմ այդ աշխարհները տեսանելի դարձնել ուրիշների համար։ Սա կարծես երկու աշխարհների ճամփաբաժային, արտաքին ու ներքին աշխարհների մի հատ հանդիպում է, որ տեղի անում կտավի մակերեսի վրա։ Դրա համար ինքը ինձ համար բնական կարիք է, ավելի բնական, քան մնացած բաները, որովհետև երբեմն մոռանում եմ ուտեմ, մամաս գալիս ասում է, Մարիամ հաց կեր, ոչինչ ներկերը չեն ջորան։ Ու այդպես ինչ-որ իրավիճակ է ինձ մոտ։ Այս կա մի տեղ, որը դու տուն ես անվանում, ու միշտ հետ ես գալիս։ Այդ տունը կարող է լինել 4 պատերով, կարող է լինել մի տարածք, որը չունի պատեր, բայց որը շատ ամուր է իր անտեսանելի պատերով։ Այդ երկիրը կանչում է։